Բարև բոլորիդ։ Այսօր ես 37 տարեկան եմ եւ թերևս առաջին անգամ կյանքումս որոշեցի պատմել իմ պատմությունը։ Ունեմ հրաշալի ամուսին, 2 հրաշք երեխաներ, եւ նայելով իմ կյանքին կարող եմ վստահորեն ասել՝ ես երջանիկ մարդ եմ։ Բայց իմ կյանքում կար մի գաղտնիք, մի խորհուրդ, որը տարիներ շարունակ գրում էի սրտումս։ Այդ գաղտնիքը իմ ծնունդն էր, ավելի ճիշտ, այնինչ տեղի ունեցավ ծնվելուց հետո։ Գիտեք, ես ռուս եմ, բաց մազեր, որոնք հիմա իհարկե ներկում եմ, կապույտ աչքեր, բաց մաշկ, ոչինչ ցույց չի տալիս, որ ես հայուհի եմ դարձել, ոչ արյան, այլ հոգու, սրտի, հոգու յուրաքանչյուր բջիջով։ Ինձ որդեգրել են հայերը։ Եվ այնինչ նրանք արեցին ինձ հետ, դուք անպայման չեք հավատա։ Իմ պատմությունը սկսվեց Ռուսաստանի մի փոքրիկ գավառային քաղաքի սառը մոխրագույն մանկատանը։ Ես չեմ հիշում իմ կենսաբանական ծնողներին։ Ես ընդամենը 3 տարեկան էի, երբ ինձից հրաժարվեցին։ Ամբողջ մանկությունս պետական պատերի մեջ, նույնական զգեստներ, առավոտյան շիլա եւ անտանելի, ամեն ինչ կուլ տվող երազանք մայրիկի մասին։ Ես նայում էի, թե ինչպես են այլ երեխաներին տանում ընտանիքներ։ Քիթը սառը ապակուն սեղմած նայում էի նրանց հետևից, եւ իմ փոքրիկ սիրտը սեղմվում էր այնպիսի ցավից, որ թվում էր հիմա կփոկվի։ Տարիներն անցան, աղջիկներն ու տղաները ծնողներ էին գտնում, իսկ ես մնում էի։ Դաստիարակներն ասում էին, որ ես անհեռանկար եմ, չափից շատ լուռ, չափից շատ փակ, չափից շատ սովորական։ 10 տարեկանում ես արդեն գրեթե հաշտվել էի այն մտքի հետ, որ այդպես էլ կմեծանամ այս պատերի մեջ, եւ ահա հայտնվեցին նրանք։ Հիշում եմ այդ օրը շատ լավ։ Ձմեռ էր, պատուհանից դուրս հազվադեպ ձյամփաթիլներ էին պտտվում։ Մեզ բոլորիս շարեցին ակտերի դահլիճում։ Մտավ տնօրենը ինչ-որ զույգի հետ։ Տղամարդը բարձրահասակ էր, կանգուն, խիտ սև մազերով, որոնց մեջ արդեն արցաթ էր երևում, եւ այնքան բարի, մի փոքր տխուր աչքերով, որ անմիջապես ուզեցի ժպտալ նրան։ Կինը անհավանական գեղեցկուհի, բարակ, փաթաթված սև կապույտ կանգուր մազերով, որոնք հետևից ամուր հանգույց էին կապված, հպարտ կեցվածքով եւ հսկայական շագանակագույն աչքերի տակ փափուկ հայացքով։ Նրանցից ջերմություն էր բուրում, այնպիսի բույր, որը ես երբեք չէի ճանաչել։ Հետո հասկացա, դա դարչինի, սուրճի եւ ինչ-որ աննկարագրելի հարազատ բույր էր։ Նրանք անցան մեր շարքի երկայնքով։ Նրանց հայացքները սահում էին երեխաների դեմքերով, եւ այդ հայացքներում այնքան կարոտ կար, այնքան հույս, որ շունչս կտրվեց։ Եվ հանկարծ նրա հայացքը կանգ առավ ինձ վրա։ Նա սառեց, թեթևակի գլուխը թեքեց եւ ժպտաց։ Ոչ պարզապես ժպտաց, այլ ասես լույսով լցրեց շուրջը ամեն ինչ։ Զգացի, թե ինչպես այտերիս վրա տաքություն վազեց։ Նա ինչ-որ բան շշնջաց ամուսնուն անծանոթ, երկխող լեզվով, եւ նա էլ նայեց ինձ։ Նրա աչքերում զարմանք եւ ճանաչում տեսա։ Տարօրինակ էր։ Մեզ երեքով թողեցին տնօրենի աշխատասենյակում։ Նրանք նստած էին դիմացս։ Ես աթոռի եզրին, խոնավ ափերով բռնած կառչել էի պետական զգեստիս ծայրից, շնչել վախենում էի։ Կինը Շուշանն էր անունը, նա Արմենը, սկսեց խոսել։ Նրա խոսքում փափուկ առոգանություն կար, որ ռուսերենն անչափ երաժշտական էր դարձնում։ Հարցնում էր ինչ է իմ անունը, քանի տարեկան եմ, սիրում եմ կարդալ։ Ես միավորյակ պատասխանում էի, վախենալով աչքերս բարձրացնել։ Թվում էր սա երազ է, հիմա կարթնանամ եւ նորից կլինեն մոխրագույն պատերն ու մենակությունը։ Եվ ահա Արմենը, ապագա հայրիկս, ասաց այն նախադասությունը, որը հիշում եմ ամբողջ կյանքումս։ Նա նայեց ուղիղ հոգուս մեջ, իր իմաստուն աչքերով եւ ասաց. «Աղջիկ, մենք այնքան երկար փնտրել ենք քեզ»։ Ես չհասկացա, ինչպես ես սովորական Օլյան մանկատնից պետք է լինեմ նրանց համար։ Ինչի համար եմ ես պետք նրանց, այդպիսի գեղեցիկ, այդպիսի այլ։ Իմ մեջ մի կաթիլ անգամ չկա նրանց հարավային վարարյունից։ Ես գունատ հյուսիսային խոտածածկ եմ։ Նրանք գալիս էին ամեն օր մի շաբաթվա ընթացքում, բերում էին քաղցրավենիք, որ ես երբեք չէի համտեսել, հալվա, չորացրած մրգեր շոկոլադի մեջ։ Մայրիկ Շուշանը բերեց լուսանկարների ալբոմ եւ ցույց տվեց իրենց տունը, այգին դեղցենիներով, լեռները, որոնք երևում էին պատուհանից։ Նա պատմում էր Երևանի մասին, արևի մասին, որ այնքան շատ է, որ ուզում են կիսվել դրանով։ Հայրիկ Արմենը պատմում էր զվարթ պատմություններ։ Առաջին անգամ տարիներ շարունակ բարձրաձայն ծիծաղեցի։ Ծիծաղեցի այնքան բարձր, որ ինքս վախեցա իմ ծիծաղից։ Սկսեցի հալվել։ Ամեն օր սպասում էի նրանց, ինչպես սպասում են կյանքի ամենակարևոր հրաշքին։ Սկսեցի նրանց անվանել Տյոտա Շուշան եւ Դյադյա Արմեն։ Իսկ վերջին օրը, երբ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ էին, մայրիկ Շուշանը նստեց իմ առջև ծնկի իջած, վերցրեց իմ ձեռքերը իր ձեռքերի մեջ եւ հանգիստ հարցրեց. «Դու կգաս մեզ հետ տուն, աղջիկս։ Մենք քեզ կանվանենք Նարինե, իմ մամայի անունով։ Ուզում ես աղջիկս»։ Նա ինձ անվանեց աղջիկ եւ առաջարկեց իր մոր անունը։
Այդ պահին ես դեռ ամբողջությամբ չէի գիտակցում այդ ժեստի խորությունը, բայց զգացի գլխավորը։ Նայեցի նրա հսկայական, սիրով լի արցունքոտ աչքերին, հետո հայրիկ Արմենին, ով կանգնած էր հետևում եւ շփտում ինձ հանգստացնող կերպով, եւ պարզապես գլխով արեցի։ Չկարողացա խոսել, որովհետեւ կոկորդիս մեջ այնպիսի մեծ կուլ էր եկել, որ հազիվ էի շնչում։ Կուլը վախից, հույսից եւ ինչ որ անհավանական բանի սպասումից էր։ Ես դեռ չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում, չգիտեի, թե ինչ է հայկական ընտանիքը, չգիտեի, թե ինչ են անելու ինձ հետ։ Ես պարզապես գիտեի մի բան. ես գնում եմ տուն։ Վերջապես։ Իմ ճանապարհորդությունը դեպի նոր կյանքը նոր էր սկսվում։ Մենք թռչում էինք ինքնաթիռով։ Ինձ համար դա առաջին թռիչքն էր։ Ես ամուր բռնվել էի նստատեղի բազկաթոռներից, աչքերս ամուր փակած վախից։ Մայրիկ Շուշանը վերցրեց իմ ձեռքը իր տաք, փափուկ ափի մեջ։ Իսկ հայրիկ Արմենը սկսեց պատմել մեկ այլ զվարթ պատմություն, իր մի դղյակի մասին, որ մի անգամ փորձել էր սովորեցնել էշին երգել։ Ես լսում էի նրան եւ դանդաղ հանգստանում էի։ Նայում էի նրանց եւ չէի կարողանում հավատալ իմ երջանկությանը։ Իմ կողքին նստած էին իմ մայրն ու հայրս։ Իմ այդ բառը ոչ մի կերպ չէր տեղավորվում գլխումս։ Երևանը դիմավորեց մեզ արևով, վառ, տաք, փափուկ, բոլորովին այլ, քան իմ հայրենի քաղաքի գունատ ձմեռային արևը։ Այն ոսկեգույն լույսով լցնում էր ամեն ինչ։ Օդը այլ էր։ Այն լի էր սուրճի, համեմունքների, ծաղկող ինչ-որ բանի բույրով, չնայած ձմեռ էր։ Եվ այդ օդում կար ինչ-որ աննկարագրելի բան, կյանքի, էներգիայի, երուզուրի զգացողություն։ Մեզ դիմավորեց հսկայական բազմություն։ Ես կյանքումս երբեք այդքան հարազատներ միաժամանակ չէի տեսել։ Քույրեր, եղբայրներ, հորաքույրներ, մորաքույրներ, զարմիկներ, տատիկներ, պապիկներ։ Բոլորը խոսում էին իրենց երգող լեզվով, գրկում էին ծնողներիս, համբուրում, ծիճաղում, լաց լինում ուրախությունից։ Եվ հանկարծ ես վախեցա, թաքնվեցի մայրիկիս մեջքի հետևում, ամուր բռնված նրա վերարկուից։ Այս բոլոր մարդիկ բարձրաձայն, մուգ մազերով, սև աչքերով, այնքան տարբեր էին ինձնից։ Ես նրանց համար օտար էի, սպիտակ ագրավ։ Հիմա կտեսնեն ինձ ու կասեն. Արմեն Շուշան, ում եք բերել, սա մեր աղջիկը չէ։ Բայց ահա ամենատարեց կինը, փոքրիկ, չոր, դեմքը խնձորի պես կնճռոտ, բայց անհավանական պայծառ, իմաստուն աչքերով մոտեցավ մեզ։ Դա տատս էր, պապիկիս մայրը։ Նա մի կողմ հրեց մայրիկիս, երկար ծակող հայացքով նայեց ինձ, ապա ժպտաց, առանց ատամների, բայց այնքան տաք ու անկեղծ ժպիտով։ Նա ինչ-որ բան ասաց հայերեն, եւ բոլորը շուրջը լռեցին։ Հետո նա տարածեց դեպի ինձ իր չոր, բայց տաք ձեռքերը եւ պարզապես գրկեց ինձ։ Նա ինձ սեղմեց կրծքին եւ սկսեց օրորել, ինչպես փոքրիկին, միաժամանակ ինչ-որ բան փափուկ երգելով։ Հանկարծ հասկացա, ինձ ընդունել են։ Այս ամբողջ մեծ աղմկոտ անհասկանալի ընտանիքը ընդունել է ինձ։ Այդ պահին վախն ընդմիշտ հեռացավ։ Մեզ բերեցին մեծ տուն, տունը, որ ես տեսել էի լուսանկարներում։ Նա ավելի լավն էր, հարմարավետ, լուսավոր, փորագրված փայտե կահույքով եւ բազմաթիվ գորգերով։ Եվ բույրեր, Աստված իմ, ինչ բույրեր կային այնտեղ։ Մայրիկն ու տատիկը անմիջապես տարան ինձ խոհանոց, որտեղ արդեն հսկայական սեղանի վրա դրված էին ուտեստներով լի ափսեներ։ Դոլմա խաղողի տերևներով, քյուֆթա, խորոված, լավաշ, թարմ բանջարեղեն, պանիրներ, կանաչի։ Ես երբեք այդպիսի առատություն չէի տեսել։ Ինձ նստեցրին ամենապատվավոր տեղը, եւ բոլորը, բացարձակ բոլորը, փորձում էին իմ ափսեին դնել ամենալավ կտորը։ Նրանք խոսում էին ինձ հետ, ժպտում, փորձում էին սովորեցնել ինձ առաջին հայերեն բառերը։ Բարև, շնորհակալություն, աղջիկս քաղցր է։ Նրանք ինձ անվանում էին մեր աղջիկ, մեր Նարինե։ Այդ առաջին երեկոյան ես հասկացա, թե ինչ է հայկական ընտանիքը։ Սա պարզապես մայր, հայր եւ երեխա չէ, սա ամբողջ աշխարհ է։ Սա կլան է, որտեղ բոլորը միմյանց համար սար են։ Քո ցավը ընդհանուր ցավ է, քո ուրախությունը բոլորի տոն։ Այստեղ չկան օտար երեխաներ։ Սերը եւ հոգատարությունը հեղեղում են քեզ տակ, փրկարար վերմակով։ Ինձ հատկացրին ամենալուսավոր սենյակը, բացվող դեպի պատշգամբ, որտեղից երևում էր Սուրբ Արարատ լեռը, որի մասին ինձ այդքան պատմել էին։ Երեկոյան կանգնած էի պատշգամբում, փաթաթված տատիկիս բերած վերմակի մեջ, նայում էի նրա ձյունապատ գագաթին, շնչում էի այդ նոր անուշաբույր օդը եւ լաց էի լինում։ Բայց սրանք մանկատան բարձի մեջ թափած մենակության արցունքներ չէին, սրանք երջանկության արցունքներ էին։
Ես լաց էի լինում այն գիտակցությունից, որ այժմ ունեմ տուն, ունեմ ընտանիք, ունեմ մարդիկ, որոնք սիրում են ինձ։ Բայց ես դեռ չգիտեի ամենակարևորը, չգիտեի, թե ինչի համար էին նրանք իսկապես որդեգրել ինձ, որն էր նրանց գաղտնիքը։ Կարծում էին նրանք պարզապես անձավակ զույգ են, որոնք ուզում են իրենց սերը պարգևել երեխային։ Բայց ամեն ինչ շատ ավելի բարդ էր։ Ես դեռ չգիտեի ամենակարևորը։ Չգիտեի, թե ինչի համար էին նրանք իսկապես որդեգրել ինձ, որն էր նրանց գաղտնիքը։ Կարծում էին նրանք պարզապես անձավակ զույգ են, որոնք ուզում են իրենց սերը պարգևել երեխային, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ և սրտամորմոք էր։ Տարիներն անցան, ես մեծանում էի, և Հայաստանը դարձավ իմ իսկական հայրենիքը։ Ես կլանում էի նրա մշակույթը, լեզուն, ավանդույթները, ինչպես սպունգը ջուրը։ Ռուսերենը աստիճանաբար անցյալում մնաց, ես սկսեցի հայերեն մտածել, նույնիսկ երազներումս հայերեն էի խոսում։ Իհարկե դպրոցում իմ արտաքինը միշտ հարցեր էր առաջացնում։ Ինձ անվանում էին տերմուկ, սպիտակիկ, բայց դա չարությամբ չէր ասվում, այլ ավելի շատ բարի, ջերմ ձևով։ Հենց որ մեկը փորձում էր ինձ վիրավորել, անմիջապես իմ կողքին հայտնվում էր զարմիկների բանակը։ Մեր քրոջը մի անհանգստացրեք, սպառնում էին նրանք, և վիրավորողը շուտով հետ էր քաշվում։ Ես նրանց քույրն էի, ոչ արյան, այլ հոգու առումով, և դա ամենակարևորն էր։ Մայրիկ Շուշանը դարձավ ինձ համար ամբողջ տիեզերքը։ Նա սովորեցրեց ինձ ամեն ինչ, ինչ պետք է իմանա հայ կինը։ Սովորեցրեց խոհանոցում աշխատել, հայկական խոհանոցը կախարդանք է։ Մենք ժամերով նստում էինք խոհանոցում, տատիկիս հետ միասին։ Ես սովորեցի կատարյալ մեկը մյուսին նման դոլմա փաթաթել, օդային գաթաթ խել, անուշաբույր խաշ եփել։ Մայրիկն ասում էր. «Աղջիկս, հայ տղամարդու սիրտը գրավելու ճանապարհը միայն ստամոքսով չէ։ Երբ եփում ես, դու քո հոգին ես դնում այդ ուտելիքի մեջ։ Սա մեր պատմությունն է, մեր սերը, մեր հարգանքը հյուրի հանդեպ»։ Եվ ես դնում էի։ Սիրում էի այդ պահերը, երբ ամբողջ մեծ ընտանիքը հավաքվում էր մեկ սեղանի շուրջ, ուտում այն, ինչ ես էի պատրաստել, և գովում. «Ախ, մեր Նարինե ջան, ինչպիսի լավ աղջիկ ես դու»։ Հայրիկ Արմենը սովորեցրեց ինձ սիրել իմ նոր հայրենիքը։ Ամեն հանգստյան օր մենք ինչ-որ տեղ էինք գնում։ Գառնիի հին տաճար, Գեղարդի վանքը, Սևանի վրա փորագրված վանքը, որի ջուրը գույն է փոխում, կախված եղանակից։ Նա պատմում էր յուրաքանչյուր քարի, յուրաքանչյուր եկեղեցու պատմությունը։ Տեսնում ես, աղջիկս, սա մեր հողն է։ Այն թրջված է մեր նախնիների արյունով ու քրտինքով։ Նրանք պաշտպանել են այն, որպեսզի մենք այսօր կարողանանք տեսնել այս երկինքը։ Դու պետք է ճանաչես ու հարգես այդ պատմությունը։ Այժմ սա նաև քո պատմությունն է։ Եվ ես լսում, հիշում էի, զգում էի, թե ինչպես են արմատները բողբոջում իմ մեջ, թե ինչպես եմ դառնում այս հին հպարտ երկրի մասը։ Նրանք երբեք չեն թաքցրել, որ ես ընդունված եմ, բայց արել են դա այնքան իմաստուն ու նրբանկատ կերպով, որ ես երբեք չեմ զգացել ինձ պակաս արժեք։ Հակառակը, նրանք դա դարձրել են մեր ընտանեկան լեգենդը։ Հայրիկն ասում էր. «Մենք քեզ չենք ընտրել հարյուրավոր երեխաներից, մենք փնտրել ենք հենց քեզ։ Լուսանկարում տեսել ենք քո աչքերը և հասկացել, ահա նա, մեր հոգին, որ կորել էր և որին պետք է գտնեինք ու տանեինք տուն»։ Նրանք ինձ դարձրել են ոչ թե պարզապես ընդունված, այլ ընտրված, հատուկ։ Ես մեծացել եմ այնպիսի սիրո ու հոգատարության մեջ, որ երբեմն թվում էր իմ սիրտը չի դիմանա այդքան երջանկությանը։ Ամբողջ մեծ ազգականությունը դարձավ ինձ համար հարազատ։ Հորաքույրներ, մորաքույրներ, եղբայրներ, քույրեր, ես նրանց համար իմն էի։ Ինձ սովորեցրին հարգել մեծերին, տատիկի կամ պապիկի խոսքը օրենք էր։ Սովորեցրին ընտանեկան արժեքները, որոնք այստեղ դատարկ խոսքեր չէին, այլ կյանքի հիմքը։ Ընտանիքը դա ամրոց է, դա քո թիկունքն է, դա այն է, ինչ ոչ ոք և երբեք չի կարող խլել քեզնից։ Բայց այդ բոլոր տարիների ընթացքում ինձ չէր լքում մեկ հարցը. ինչու։ Ինչու նրանք մաքուր արյունով հայեր, որոնց համար ավանդույթներն ու արյունը շատ բան էին նշանակում, որդեգրեցին ռուս աղջիկա։ Նրանց շատ ազգականներ ունեին երեխաներ, կարող էին վերցնել իրենց համայնքից մեկին։ Ինչու հենց ես։ Ես տեսնում էի, թե ինչպես են ծնողներս նայում իրար։ Նրանց հայացքներում ոչ միայն սեր կար, այլ նաև ինչ-որ ընդհանուր գաղտնիք, ընդհանուր ցավ։
Երբեմն երեկոյան բռնում էի մայրիկիս փոքիկ կոշիկներ ու մանկական շապիկներ թերթելիս եւ լուր լաց լինելիս։ Երբ նա նկատում էր ինձ, արագ չորացնում էր արդյունքները եւ ժպտում, բայց ես տեսնում էի նրա աչքերում այնպիսի խոր թխրություն, որ սիրտս սեղվում էր։ Ես չէի համարձակվում հարցնել, վախենում էի խախտել այդ ներդաշնակությունը, այդ փխրուն երջանկությունը, որ նրանք ինձ պարգևել էին։ Վախենում էի նրանց ցավ պատճառել։ Պարզապես ապրում էի, սիրում նրանց ամբողջ սրտով եւ շնորհակալ էի Աստծուն ամեն օրվա համար, որ անցկացնում էի նրանց հետ։ Եվ ահա եկավ այդ օրը, իմ 18-ամյակը։ Ինչպես միշտ մեր ընտանիքում տոնը մեծ էր, աղմկոտ, սրտաբուխ։ Բոլոր ազգականները հավաքվել էին, սեղանները ծանրաբեռնված էին ուտեստներով, հնչում էր երաժշտություն, բոլորը ժպտում էին, գրկում, շնորհավորում։ Եվ երբ տոնակատարությունը գագաթնակետին էր, հայրիկ Արմենը կանգնեց ձեռքում բաժակը։ Բոլորը լռեցին։ Ես գիտեի, որ հիմա նա կենաց կասի իմ պատվին, բայց այն ինչ լսեցի, կյանքիս ամենամեծ ցնցումն ու ամենամեծ նվերն էր։ Հայրիկս բարձրացրեց բաժակը։ Ձեռքերը թեթևակի դողում էին, աչքերում արցունքներ կային։ Նայեց ինձ, հետո մայրիկիս, շրջանցեց հայացքով բոլոր հյուրերին եւ սկսեց խոսել։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց լռության մեջ յուրաքանչյուր բառը դառնում էր զանգի հարվածի պես։ Սիրելի մեր աղջիկ, մեր Նարին է։ Այսօր դու 18 տարեկան ես։ Դու արդեն մեծացել ես, եւ այսօր եկել է այն օրը, երբ մենք մայրիկիդ հետ պարտավոր ենք բացել մեր ամենամեծ գաղտնիքը։ Գաղտնիքը, որ տարիներ շարունակ գրել ենք մեր սրտերում։ Իմ մարմինը սառեց։ Նայեցի մայրիկիս։ Նա գունատ էր, ինչպես կտոր, ձեռքերում սեղմել էր անձեռոցիկը, աչքերում արցունքներ էին։ Հասկացա հիմա ինչ որ շատ կարևոր բան է լինելու։ Շատերիդ մեր հարազատներիդ հայտնի է մեր պատմությունը, շարունակեց հայրիկը, բայց դու, աղջիկս, չգիտես։ Մենք մայրիկիդ հետ շատ էինք սիրում իրար, երազում էինք երեխաների մասին, երազում էինք մեծ աղմկոտ ընտանիքի մասին։ Եվ շուտով Աստված մեզ ուղարկեց մեր առաջին ուրախությունը։ Մեզ դուստր տվեց։ Անվանեցինք նրան Նարինե, տատիկիդ անունով։ Նա տատիկիդ պատճենն էր։ Նույն սև մազերը, նույն հսկայական շագանակագույն աչքերը։ Նա մեր տիեզերքն էր, մեր արևը։ Հայրիկը լռեց, կուլ տվեց կոկորթում խցանված կտորը։ Մայրիկը լուռլած եղավ գլուխը թաքցրած քրոջ ուսին։ Դահլիճում լսվեցին կանանց թեթև հառաչանքները։ Նա շատ հիվանդ էր, շարունակեց հայրիկը դժվարությամբ։ Ծնվելուց սկսած մենք պայքարեցինք նրա կյանքի համար։ Բժիշկներ, հիվանդանացներ, անverջ բուժումներ։ Մենք ամեն ինչ արեցինք, բայց հիվանդությունն ավելի ուժեղ էր։ Երբ նա 3 տարեկան էր, նա մեզնից գնաց։ Դահլիճում կախվեց խուլ լռություն։ Լսվում էին միայն կանանց խուլ հեկեկոցները։ Ես նստած էի կարծես կայծակով հարվածված, չգիտեի ոչ մի բառ այդ մասին։ Նրանք երբեք ոչ մի խոսքով չէին ակնարկել, որ երբևէ ունեցել են իրենց դուստրը։ Ինչ ցավ են գրել այդքան տարի, առանց մի բառ ասելու։ Մեր աշխարհը փլուզվեց, ասաց հայրիկը դողացող ձայնով։ Քո մայրիկը աչքիս առաջ մարում էր, չէր դուրս գալիս տնից, չէր ժպտում։ Ես վախենում էի նրան կորցնել, չգիտեի ինչ անել։ Եվ ապա մի ծեր իմաստուն մարդ ինձ ասաց. «Ձեր ցավը չի անցնի, քանի դեռ դուք ձեր չծախսված սերը չեք տա ուրիշին։ Գտեք մի երեխա, որին պետք է ձեր սերը, եւ տվեք այն ամբողջությամբ։ Դուք կփրկեք ոչ միայն նրան, այլև ինքներդ ձեզ»։ Հայրիկը դադար տվեց, նայեց ուղիղ իմ աչքերին։ Նրա հայացքում ամբողջ աշխարհի քնքշությունն էր։ Մենք երկար ժամանակ չէինք համարձակվում, բայց այդ միտքը չէր թողնում մեզ։ Սկսեցինք փնտրել։ Նայեցինք Ռուսաստանի տարբեր մանկատարների լուսանկարներ, եւ մի օր տեսանք քեզ, փոքրիկ բաց մազերով աղջիկ, այդպիսի տխուր, լուրջ աչքերով։ Դու բոլորովին նման չէիր մեր Նարինեին, բայց երբ նայեցի քո աչքերին, տեսա նույն հոգին, նույն մաքրությունը եւ հասկացա, ահա նա, մեր դուստրը։ Սա վերևից նշան է։ Մեր Նարինեն մեզ ուղարկել է քեզ, որպեսզի մենք չմեռնենք վշտից։ Հայրիկը մոտեցավ ինձ, վերցրեց դեմքս իր մեծ տաք հափերի մեջ եւ ասաց այն, ինչ վերջնականապես քանդեց մեր միջև վերջին պատնեշը։ Մենք քեզ որդեգրեցինք ոչ թե մեր դուստրը փոխարինելու համար։ Մենք քեզ որդեգրեցինք, որպեսզի շարունակենք սիրել նրան։
Ամբողջ այն սերը, որ նախատեսված էր նրա համար, մենք տվեցինք քեզ։ Մենք քեզ տվեցինք նրա անունը ոչ թե որպեսի դու դառնաս նա, այլ որպեսի նրա հոգին միշտ մեզ հետ լինի, որպեսի նա պաշտպանի քեզ։ Դու փոխարինող չես, դու շարունակություն ես, մեր սիրո շարունակություն։ Դու փրկեցիր մեզ, աղջիկս, դու վերադարձրիր մեր տուն ծիծաղն ու ուրախությունը, դու լցրիր մեր կյանքը իմաստով։ Ահա թե ինչ արեցինք մենք քեզ հետ։ Պարզապես սիրեցինք քեզ այնպես, ինչպես կարող են սիրել ծնողները իրենց միակ ամենաթանկ երեխային։ Եվ այդ պահին ես պորտքեցի լացով։ Լաց եղա ինչպես փոքր ժամանակ, ցավից նրանց համար, նրանց կորուստի համար։ Լաց եղա երջանկությունից և շնորհակալությունից։ Լաց եղա այն գիտակցությունից, թե ինչ անսահման, ինչ զոհաբեր սեր է ինձ բաժին հասել այս կյանքում։ Մայրիկը մոտեցավ, գրկեց ինձ, և մենք երեքով լաց եղանք, և մեզ հետ լաց եղավ ամբողջ մեր մեծ հայկական ընտանիքը։ Այդ երեքո ես ամեն ինչ հասկացա։ Հասկացա, թե ինչու ինձ ռուս աղջկան այդպես անվերապահորեն ընդունեցին։ Որովհետև այս մարդկանց աչքերում ես օտար չէի, այլ վերևից ուղարկված պարգև, երեխա, որ փրկեց երկու մարդու հուսահատության անդունդից։ Հասկացա, որ ազգությունը, մազերի ու աչքերի գույնը ոչինչ չեն նշանակում, երբ խոսքը իսկական սիրո մասին է։ Ահա այսպիսին է իմ պատմությունը։ Ինձ որդեգրեցին հայերը, և նրանք ինձ հետ ոչ մի վատ բան չարեցին։ Նրանք արեցին ամենակարևորը, ինչ կարելի է անել մարդու համար։ Նրանք ինձ ընտանիք պարգևեցին, հայրենիք պարգևեցին։ Իրենց անսահման սիրով կարկատեցին իմ հոգու անցքը։ Նրանք ինձ սովորեցրին ուժեղ լինել, գնահատել ավանդույթները, հարգել մեծերին և սիրել կյանքը։ Նրանք վերցրին փոքրիկ, ոչ մեկին պետք չեքող, սառած աղջկան և տաքացրին նրան իրենց մեծ հայկական սրտի կրակի մոտ։ Եվ դրա համար ես շնորհակալ կլինեմ նրանց, մինչև վերջին շունչս։ Ես ռուս եմ արյան համաձայն, բայց հայուհի եմ հոգով։ Ես Նարինե եմ, և ես աշխարհի ամենաերջանիկ դուստրն եմ։ Շնորհակալ եմ, որ լսեցիք իմ պատմությունը։